Համբալը վերցնենք, սատկացնենք, սպանենք, չեք հաղթելուք, տեսնեք։ Ցանկություն չի լինելու։ Սա լինելու է բողոք։ Պրոտեստ։ Տեսնում ենք փողոցում մարդկանց վիրավորել, Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ պիտի չմասնակցեր այս ընտրություններին։ Հեղափոխությունը դա միայն իշխանափոխություն չէ։ Ինչ պիտի գնայի ես խնդրեի Նիկոլ Փաշինյանից։ Նիկոլ Փաշինյանը հենց սկզբից խճճվել է։ Այնքան էին ինձ համբուրում, որ ստիպված էր լինում սպիտակ վերնաշապիկս փոխել։ Կոստյումը լավը չէր, հիմա լավն է, Արցախ Հայաստանը եւ վերջի Արցախ հայաթափվածը խճճված 2026-ին մերժի 16-ին։ Բարի օր Արմլու լրատվականի հարգելի հետևորդներ։ Արմլու լրատվականի տաղավարում այսօր մենք հյուրընկալել ենք Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին։ Ողջույն, պարոն Կարապետյան։ Շնորհակալ եմ, որ համաձայնել եք իմ հարցերին պատասխանել։ Պարոն Կարապետյան, սկսենք երևի սկզբից։ Դուք բավական երկար ժամանակ հեղափոխությունից հետո ակտիվ քաղաքականությունում չկայիք։ Որևէ դիրքորոշում չէիք արտահայտում կամ пассив արտահայտում էիք։ Եթե Նիկոլ Փաշինյանի խոսքերով ասենք, հիմա Ռուսաստանը ձեզ գործողել է Հայաստանի Հանրապետություն, որպեսզի դիրքորոշում արտահայտեք, իրենց թեզը տանեք, գիծը պահենք, բայց եթե ավելի լուրջ սկսենք, ինչու վերադարձակ քաղաքականություն, ինչը ստիպեց գալ Հայաստանի քաղաքականությամբ զբաղվել։ Գիտեք, ես առաջինը ասեմ, Սոնա ջան, ես երբեք չեմ էլ հեղացել, միշտ այստեղ եմ եղել։ Այլ բան է, որ իհարկե ակտիվություն չեմ ցուցաբերել, դա ունի բացատրությունը, ես մի քանի անգամ արդեն ասել եմ, բայց որպեսզի կարճ ասեմ, ինչու եմ վերադարձել, ինչքան ես գիտեմ, ինչքան ես եմ հասկանում, ինչքան իմ անալիզը եւ ինֆորմացիան թույլ է տալիս ինձ հետևություններ անել, ես մոտավորապես հասկանում եմ, ինչ կլինի, եթե այսօրվա քաղաքական կուրսը այս ընտրությունների արդյունքում չփոխվի։ Եվ դա ինձ շատ մտահոգում է եւ ոչ միայն մտահոգում է, ես շատ մեծ վտանգներ եմ զգում արդեն բուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան շահերի նկատմամբ։ Դա կարող է լինել ոչ միայն տարածքների կորուստ եւ այլն, այլ ընդհանրապես, եթե իրանական թնջուկը շարունակի զարգանալ, ինչպես տեսնում եք, այն չի էլ փակվում, մինչև վերջ, ապա կարող է հաց նաեւ կանգնել Հայաստանի ընդհանրապես պետականության կորստի։ Դրա համար, այսինքն պարզ է, որ այն ինչ շատերը հիմա սկսում են արդեն նույնիսկ բացահայտ խոսել, ինձ թույլ չի տալի լուր մնալ, հետևել կամ ինչ-որ ձևով пассив անդրադարձ ունենալ։ Գիտեք, իմիջիալոց ասեմ, Հայաստանում սա նորություն չի եւ կարծում եմ սրա վերջները մի օր պետք տալ։ Գիտեք, եթե ինչ-որ կարծեք մարդիկ արտահայտում են որևէ ուժի պետական լինի դա կամ այլ քաղաքական ուժի եւ այլն, անպայմանորեն դրան կպցվում է ինչ-որ պիտակ, չգիտեմ, սա Ֆրանսիայից է ուղարկված, սա Նայդերից է ուղարկված, մենք այդպես երկար տեղ չենք հասնի, որովհետև եթե մարդուն քննադատում ես, որ այսօր Երևանում ասենք, հա, խայտարակ իրավիճակ է, այնինչ մենք տեսնում ենք ձեր հետ, խայտարակ իրավիճակ է ուղղակի, մեքենան չեն կարող շարժվել, ասելու են Սուրինամից եմ մենք ձեր հետ ուղարկել, որպեսզի եւ այսինքն չի կարելի այդպիսի մոտեցումով, այդպիսի մանկամիտ մոտեցումով փորձել ինչ-որ ձևով պիտակավորելով փակել որոշակի մարդկանց բերանը, ընդհակառակ ես կարծում եմ գալիս է ժամանակ, երբ որ ավելի շատ պիտի լինի մտքերի բախումը, թե ինչ ապագա պիտի որդեգրի Հայաստանը, որովհետև կանգնած ենք ել եմ կրկնում, շատ բախտորոշ վիճակի շեմին։ Եթե ընտրություններին չեք մասնակցելու, ձեր կուսակցությունը հայտ չի ներկայացրել հունիսի 7-ի ընտրություններին, ինչպես եք փորձելու ներազդել ներքաղաքական կյանքի վրա, պարոն Կարապետյան, ունեք ինչ-որ տեսլական, ինչ անել, որ քաղաքական պրոցեսը ճիշտ հունով ընթանա, ավելի օրինակ այս ժամանակահատվածում միայն քննադատական խոսք ենք լսում կուսակցությունների առաջնորդների հասցեին, այլ իսկապես ընտրություն լինի Հայաստանում, կա ներազդեցության ձև։ Ներազդեցության ձևը քաղաքականության մեջ մի քանիսն է, կամ դուք ճիշտ եք, շատ ճիշտ նկատեցիք, Սոնա ջան, կամ պիտի մասնակցես ընտրություններին եւ կարողանաս ինչ-որ առումով, հա, ոչ միայն ներազդես, այլ ներկայացնես քո ծրագրերը, մտքեր փոխանակես, մտքերի բախման մեջ մտնես, բայց ինչպես տեսնում եք, ես ի սկզբանե հասկանալով իմ տեսակետից, հասկանալով, որ այդ ամենը այս ընտրություններում չի լինելու, ցավոք սրտի, այլ լինելու է այսպես լեզվակապի ինչ-որ մի ընթացք, չնայած այլ ուժեր,
անդեմադիր ուժը ճիշտ ասեմ, ոչ բոլորը, բայց որոշները փորձում են ներկայացնել ինչ-որ ծրագրեր, ասել ինչ-որ մտքեր եւ խոսույթ ունեն։ Բայց եթե մենք տեսնում ենք, շատ ներողություն եմ խնդրում թե ձեզնից թե մեր ունկնդիրներից, համբալը վերցնենք, սատկացնենք, սպանենք, կոտորենք, սպառնանք եւ այլն, դրանից առաջ հայկական միտքը արդեն 8 տարի չի անցնում։ Մինչեւ այդ նույնիսկ եթե եղել է գոնե ձևական բախումներ են եղել, մտքի ես նկատում եմ, ներկայացվել են տեսակետներ, ես մի քանի ինտուիցիան մասնակցել եմ եւ այլն։ Այլ ացել որ վերջում լցրել գրել են կամ ինչ-որ ձևով նկարվել է եւ այլն, բայց հիմա նույնիսկ այդ խոսույթը չկա։ Այստեղ ինչ ընտրություն։ Այս ընտրությունը, Սոնա ջան, դա սա ընտրություն չի լինելու։ Սա լինելու է բողոք, պրոտեստ, այսպես կոչված։ Եվ այդ պրոտեստը լինելու է Նիկոլ Փաշինյանի ինչ-որ կողմնակիցներ եւ Նիկոլ Փաշինյանին դեմ մատի։ Եվ իզուր չէ որ նույնիսկ Գելապի այդ բոլոր հացումները ցույց է տալիս, որ 35-ից 40% մարդիկ պատասխանում են, որ նույնիսկ չգիտեն ինչ ծրագրեր են ներկայացնում քաղաքական ուժերը։ Այո։ Ես ոչ մեկին չեմ էլ մեղադրում դրա մեջ եւ քաղաքական ուժերին նույնպես, որովհետեւ ներկայացնել այսպիսի իրավիճակում որևէ լուրջ քաղաքական ծրագիր, այդ ծրագիրը դնել քննարկման, հասարակության ռեակցիան, չէ՞ որ ընտրությունը նաեւ հասարակության ռեակցիայի մինչեւ քվեարկությունը, գնում եք, հանդիպում եք, միտինգներ եք անում եւ այլն։ Այսինքն մենք տեսնում ենք փողոցում մարդկանց հետ բախում, տեսնում ենք փողոցում մարդկանց վիրավորել, տեսնում ենք անդիմադների մի մասը փորձում են ինչ-որ բաներ ներկայացնել, հաջորդ օրը լսում ենք, որ նրանց լակոտներին չգիտեմ ինչ եւ այլն, չեմ էլ ուզում կրկնել։ Այսինքն, եթե սա քաղաքական process չէ, ես որևէ մեկին չեմ ուզում մեղադրել, քաղաքական որևէ կուսակցություն կամ մարդ, որը որոշել է մասնակից լինել հատկապես process-ի նորից կրկնեմ, որտեղ շատ լրջագույն իրավիճակ է, ինչպես պետք է ներազդեցություն ունենա։ Միայն այսպես ինչպես մենք ենք անում հիմա ձեր հարցազրույցների տեսքով, ակտիվ Facebook-յան գրառումների տեսքով, սոցիումի վրա որոշակի ազդեցություն, որոշակի ինֆորմացիաների կիսվելով, թե ինչ կարող է լինել, ինչ ձևով, անալիզով եւ այլն, ուրիշ ազդեցության միջոց այս իրավիճակում, որը Հայաստանում կա, նույնիսկ ասում եմ, ընտրությունների մասնակից ուժերը դուք տեսնում եք 4-5 ուժ, չէ՞, որոնք ինչ-որ բաներ կարողանում են ներկայացնել։ Մասնակիցները 19-ն են, 3 դարձան 18։ Դուք նայեք ինչ կան չէ կարողանում։ Այսինքն հա եկել են դրել են, մարդիկ նորից են կրկնում, առանց փոշիացնելու խնդրի խոսելու եւ այլն, դրա մասին չէ։ Ես խոսում եմ զուտ քաղաքական process-ի մասին։ Եվ ինչ են կարողանում անել, Սոնա ջան։ Լեզվակռիվ։ Որպեսզի այս լեզվակռիվը դառնա նորմալ ընտրություն, ես միանշանակ ունեցել եմ իմ կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը այս ընտրությունները որպեսզի լինեին ընտրություն, իսկական քաղաքական, Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ պիտի չմասնակցեր այս ընտրություններին, կարող է մասնակցել որպես ԿՊ-ի ղեկավար, քաղաքական կուսակցության, որպես վարչապետ, չկա այդպես բան աշխարհում, ես գնացել եմ Արցախուտ, մնացել եմ վարչապետ, սա ադմինիստրատիվ ռեսուրսի տակն է, ում ուզում եմ ինչ հրաման ուզում եմ տալիս եմ, ով ինչ ասում է դեմ եմ, կարող եմ ճնշել եւ այլն, ադմինիստրատիվ ռեսուրսով։ Ընտրությունները դա ադմինիստրատիվ ռեսուրսով ճնշել չէ։ Դա քաղաքական մտքի, նորից կգտնեմ, ծրագրերի եւ անալիզի բախում է։ Այդտեղ եթե դու կարող ես ճնշել լավ իմաստով, քումանենց ներկայացնել, այնպես արգումենտված ասել, սա է ընտրությունը։ Քանի այս իրավիճակն է, ով էլ ուզում է լինի հաջորդ վարչապետի պարագայում էլ։ Եթե մարդը մնալու է Հայաստանում, փոքր երկիր է, ադմինիստրատիվ ռեսուրսը մեծ դեր է խաղում։ Պետք է համակարգային փոփոխություն հանել այդ ամենը։ Հանել Սոնա ջան, որպեսզի ընտրությունները դառնան իրավամբ քաղաքական ընտրություններ։ Պարոն Կարապետյան, միշտ ընդդիմադիր դաշտում եք հանդես գալիս, ձեզ ինչու չեք տեսնում օրինակ իշխանության շարքերում կամ ձեզ դուր է գալիս անդադ ընդդիմադիր լինել այս process-ում, թե իրավիճակն է ստիպում լինել ընդդիմադիր խոսույթով։ Չեք մտածել երբևէ իշխանության հետ համագործակցել, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել, երբևէ նման մտքեր ունեցել եք։ Ոչ, երբևէ։
Հանդիպում չեք էլ ունեցել երբևէ որևէ հանդիպում չեմ ունեցել մի անգամ եթե Այդ հեղափոխությունից հետո ժամանակահատված ոչ մի անգամ շփում չի եղել եթե չեմ սխալվում հիմա մի քիչ դժվարությամբ եմ հիշում դա մինչև հեղափոխությունն էր թե հեղափոխությունից հետո էր սրճարանում հանդիպում է եղել շատ կարճ իմ ընկերների եւ իր ներկայությամբ որի ընթացքում խոսվել է միայն անդիմադիր շարժման հետ կապված որոշակի խնդիրներ եւ վերջ ես երբևէ իմ սկզբունքներին չեմ դավաճանում ես երբևէ չեմ էլ դավաճանելու եւ ես գտնում եմ որ այսօրվա իշխանությունը վարում է շատ սխալ կուրս շատ աղետալի որոշումներով կուրս Սոնա ջան հեղափոխությունից հետ ի վեր ինքը սխալ կուրս է վարում միանշանակ որովհետեւ սկսենք նայել Սոնա ջան ինչպես ենք մենք գնահատում այդ process-ը դա հեղափոխություն չի եւ այն պայից երբ որ 2018-ին Սոնա ջան հնչել է Նիկոլ Վարչապետ լոզունգը մենք եւ իմ կողմը ես եւ իմ կողմնակիցները դադարել ենք մասնակցել այդ միտինգներին գիտեք ինչու ոչ թե նրանից որ Նիկոլը կլինի կամ Արամը կլինի կամ չգիտեմ Վազգենը կլինի եւ այլն որովհետեւ հեղափոխությունը դա միայն իշխանափոխություն չէ դա համակարգերի փոփոխություն է դա սահմանադրության փոփոխություն է դա տնտեսական կացութաձևի վերաձևում է եւ նոր կացութաձևի ներդնում է ինչն է եղել մինչև այսօր ես նույնիսկ նկատում եք Արցախի բանի խնդրին դեռ չեմ էլ անդրադառնում որովհետեւ դա մասին այնքան է խոսվել ես խոսում եմ այն համակարգերից որը մնացին հիշում եք այն կոստյումը Սարգսյանի որը սահմանադրություն անում է մինչև հիմա իր հակով է հիմա արդեն Նիկոլ Փաշինյանի հակով է ճիշտ է այսինքն այդ պարագայում յուրաքանչյուր սկզբունքային քաղաքական գործիչ նորից կդկնեմ սկզբունքային տղամարդ Սոնա ջան ինչ պիտի գնայի ես խնդրեի Նիկոլ Փաշինյանից որ ինձ պաշտոն կա փող կամ ինչ որ բան երկու ակադեմիայի գործող անդամ ակադեմիկոս ամենաբարձր կոչումներ ունեցող գիտական մարդ ինչ ինձ պիտի տա Նիկոլ Փաշինյանը եթե իմ սկզբունքներին դեմ ինչ որ գործողություններ է անում որևէ բան ճիշտ չի արել այդ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը իր կառավարման ընթացքում բան Կարապետյան ինչպես է գնահատում այսինքն 18-ից հետո երբ որ ասեցին միայն վարչապետը լինելու է Նիկոլ Փաշինյանը եւ ոչ ոք չի կարող լինել դրանից սկսվեց իրենց սխալները միանշանակ գիտեք ինչու Սոնա ջան ընդհանրապես մարդիկ կլինեն քաղաքական գործունեության մեջ կամ այլ գործունեության մեջ ունեն յուրահատուկ բարոյահոգեբանական ու մտածելակերպի որոշակի ընթացք եթե մարդը իրեն անսխալական է համարում ամեն ինչու եթե մարդը կարծում է որ որևէ մեկ այլ մարդու կարծիք լսելու ցանկություն կարող եւ ունի բայց այդ լսելը որևէ բանի չի վերածվել եթե նույնիսկ դա ասում է մասնագետ եթե դա նույնիսկ ասում է իրենից ավելի խելոք պատվաստված մարդ նմանատիպ մարդիկ միշտ շարժվելու են սեփական սխալներով եթե մարդը իրեն համարում է Հիսուս Քրիստոս երկրի վրա այդ մարդուն էլ ոնց կարող ես դու բացատրել որ ինչ որ բան երկրում մեր երկրում կամ ինչ որ տեղում սխալ է այ ասեք Սոնա ջան առանց որևէ մի նորից կրկնեմ ես ոչ մի սպասելիք նոր ընդդիմության բանի հետ կապված էլ եթե նկատում եք ոչ մի ցուցակում չեմ ընդգրկվել եւ այլ բայց ես հասկանում եմ որ մարդիկ դուրս են եկել պայքարելու այս սխալ ընթացքը կանգնեցնելու համար բայց եթե յուրաքանչյուր ղեկավար ինչպես կասեց Կարեն Սերոփիչը արի նստի տղա ջան խելոք մարդ է եկել բան է ասում երջանկահիշատակը մարդ որը այդքան բաներ արել Հայաստանի համար այդքան բաներ անցել պատկերացնում եք ինչքան խելոք է որ կարողանում է լսել ուրիշ մարդկանց եթե մարդը ոչ մի բան չի ուզում լսել կամ լսում է ձևի համար այդ մարդուն ինչ պիտի բացատրես դա համար է որևէ խնդիր ես դա իմ անալիզն է իմ տեսակետն է եթե կան այլ տեսակետներ կամ մարդիկ որոնք
առաջ են տարել, գիտեն, ուրեմն պատկու պատիվ իրենց։ Հիմա եթե բունձ էր հարցին ուղղակիորեն պատասխանեմ, Նիկոլ Փաշինյանը հենց սկզբից խճճվել է։ Հենց սկզբից խճճված է եղել։ Դա համար կոստյումը լավը չէր, հիմա լավն է, Արցախ Հայաստանը եւ վերջի Արցախ հայաթափվածը խճճված։ Հասկանում եք, որովհետեւ ուղղակի գիծ սկզբունքների վրա հենված այն ամենը, ինչը պետք է անել առաջ շարժելու Հայաստանը, հա, չի եղել։ Ամեն ինչ եղել է, այսպես կոչված ռուսների լավ խոսքասը ունեն, սիտուացիոնը։ Ծրագիրը ընդհանուր, որով իրեն օգնել են գալ իշխանության, եղել է, իսկ իր գործողությունները միշտ եղել են պահի տակ, շատ դեպքերում, ոչ ամբողջությամբ։ Պահի տակ կատարված գործողությունները, Սոնա ջան, մեծ մասամբ ճշմարտացի ու ճիշտ չեն լինում։ Պարոն Կարապետյան, իսկ ձեր խոսքով կարող եք ազդել հանրության վրա, օրինակ օրակարգ ձևավորել, օրինակ այնպես խոսել հանրային դաշտում, որ մարդը հասկանա, որ կարծես թե սխալ է գնում, որովհետև ինչ էլ լինի, Նիկոլ Փաշինյանին ընտրողներ կան, ձայն տվողներ կան, մարդիկ դեռ սիրում են իրեն, հեղափոխության ազդեցության տակ են եւ այլն։ Ձեր խոսքը կարելի է ազդեցիկ համարել, որ հիմա հանրությունը հասկանա ուր գնա, ինչ անի, որովհետև մի հատված կա, որ խճճված է, չգիտի, գնա Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Նիկոլ Փաշինյանի կողմը ինչպես ներազդել, որպես 1000 տարվա քաղաքական գործիչ, որը փորձ ունի, ինտելեկտուալ է ու հանրության համար իր խոսքը ընկալելի։ Սոնա ջան, երկու բան ասեմ։ Առաջինը դուք իհարկե շատ ճիշտ եք, ազդեցությունը դա խոսքն է առաջի հերթին քաղաքականության մեջ։ Բայց ես մի բան ասեմ, որպեսզի խոսքը տեղացնի, լսող պիտի լինի նաև։ Ես նկատի չունեմ, որ ինչ են լսում կամ որևէ մի քաղաքական գործ, շատ էլ լսում եմ, մոտենում եմ փողոցներ, շատ նմանատիպ կարծիք հարցնում եւ այլն։ Ես նկատի ունեմ ընդհանուր իրավիճակը։ Գիտեք, ես նաև այսօր տարվա լրությունը պահպանել եմ հենց դրա համար էլ, որովհետեւ ես որպես ձեր ասած հասած տարվա քաղաքական փորձ ունեցող մարդ եւ ունենալով այո շատ մեծ փորձ հասկացել եմ, որ դեռ չի եկել այն անկալման շեմը, որ խելոք խոսքը ոչ միայն իմ կշռադատված խելոք իսկապես պետականամետ, թե ուր պիտի գնա Հայաստանը եւ այլն, որ այդ խոսքը լսելի է մեր հասարակության շերտերի մեծ մասի համար գոնե։ Գիտեք, հիմա ես մի բան ասեմ, միանգամից ինձ հասկանաք։ 1933 թվականին, երբ որ Հիտլերը դառնում էր կանցլեր, դրանից հետո աշխարհի ամենամեծ երկու միտինգները, որոնք որոշ տվյալներով հավաքել են մինչև 3 միլիոն մարդ, եղել են Գերմանիայում եւ լսել են Հիտլերին։ Մարդ, որը 12 տարի հետո տալով աշխարհին 60 միլիոն զոհ, ասում են ինքնասպան է եղել։ Զգում եք ժամանակ ինչքան է պետք եղել, որպեսզի այն հասարակությունը, որ 7 քաղաքներում մարդը ման է եկել առանց որևէ մի թիկնազորի, կանցնել եղած ժամանակ, որին տեսնելուց 50% կանայք ուղղակի ուշաթափվել են ըստ Ռոզենբերգի գրված հուշերի։ Այդ մարդը 12 տարի հետո մենակ իր սիրուհու հետ ինքնասպան է եղել։ Անկալումը, Սոնա ջան, անկալումը, լուրջ խոսքի ընկալումը հասարակությունը պիտի դրան պատրաստ լինի։ Դա լինում է միայն մի պարագայում, երբ որ հասարակությունը անցնում է ստրեսների միջով, ինչպես նաև մարդը սկսում է մտածել, ինչու այսպես եղավ, ինչ եղավ մեր հետ, ինչ կլինի ապագայում։ Ես նկատի չունեմ այն մասը, որը Հայաստանում ունի էմոցիոնալ մոտեցում։ Ոչ մեկին չեմ մեղադրում, որևէ վատ բառ չեմ ասում, նայել եմ ժողովուրդը, բայց կան էմոցիոնալ ընտրության մարդիկ։ Ես հիշում եմ, երբ որ 2003-ին գնում էի տարբեր շրջաններ, այնքան էին ինձ համբուրում, որ ստիպված էի լինում սպիտակ վերնաշապիկս փոխել։ Մարդիկ առաջի անգամ էին տեսնում։ Այո։ Այսինքն ես դա անցել եմ նաև ինքս դրա համար հասկացել եմ։ Լուրջ բան, Սոնա ջան, կարելի է ներկայացնել
երբ որ քո հասարակությունը պատրաստ է դա լսել, քննարկել եւ ամենակարևորը հետագայում իրագործման ճանապարհին քեզ օգնել։ Պարոն Կարապետյան, ձեր հարցազրույցներից մեկում դուք ասել եք, որ Նիկոլ Փաշինյանը եթե ընտրվի, Հայաստանի համար շատ վատ է լինելու։ Հիմա մենք ուզում ենք հասկանանք, եթե ընտրվեց Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին, այդ վատը վերաբերվում է օրինակ գազի գնին, տնտեսական խորը ճգնաժամ կառաջանա ավելի, ինչ սպասել Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո, վատ բանը ինչին է վերաբերվում։ Վատ բանը վերաբերվում է շատ հստակ մի քանի հաց։ Հայաստանը ավելի մեծ կախվածության մեջ է ընկնելու Թուրքիայից եւ Ադրբեջանից, որովհետեւ իր գործընկերների, հետ, այն գործընկերների, որի հետ ունի ամենամեծ ապրանքաշրջանառությունը Ռուսաստան եւ Իրան, կապերը գնալով խզվելու են։ Եվ այդ կախվածությունը, գիտեք, Ֆիրդուսին հիշում եք։ Այո։ Արևելք է, այստեղ ոչ մեկին ուղակի չի սիրում։ Շահին մորթում են կամ շահն է մորթում, հիշում եք, ուժային է ամեն ինչ արևելքում եւ այդպես էլ մնացել է։ Այսինքն մենք ընկնում ենք ավելի մեծ կախվածության մեջ, սրանից բնորոշող բոլոր գործողությունները, սահմանադրության փոփոխություն։ Այո։ Անկլավների հանձնում, որը բերելու է շատ ծանր կացության մեր լոգիստիկ խնդիրների հետ։ Հետագա ադրբեջանցիների վերաբնակեցման հարցի բարձրացում։ Որտեղ երևի որևէ մեկը եթե ասում է այդպես է չկա, ուրեմն այդ մարդը կամ թշնամի է, որտեղ մեզ չի ուզում ճիշտ ուղղությամբ շարժվենք, կամ չի նայում Ալիևի վերջի 3 տարվա հարցազրույցները։ Ասեք մի բան, որը Ալիևը ասել է այն ժամանակ, եւ Հայաստանում հետո Նիկոլ Փաշինյանը ստիպված չի եղել կիրառել քաղաքական գործընթացի մեջ։ Ասում է, չէ՞, համավարդությունը փոխենք։ Պետք է փոխվի, այո։ Հիմա փոխում ենք, չէ՞, ասում է։ Այո։ Այսինքն սա առաջի հարցն է, որ մենք ընկնում ենք ավելի մեծ կախվածության մեջ։ Երկրորդ հարցը Հայաստանը դառնում է գեոքաղաքական, ես կասեի նույնիսկ աշխարհաքաղաքական բախումների թնջուկի կիզակետերից մեկը։ Ինչու՞։ Մինչև հիմա, եթե նկատում եք ՏՌԻՊ-ի Եվրամիության եւ այլ հարցերի շուրջ, հատկապես Ռուսաստանի կարծիքը եղել է նեյտրալ։ Այո։ Ինչ որ մասով։ Չէ՞։ Հիմա ինչու է փոխվել։ Առաջինը, որովհետև Իրանի քաջարի ժողովուրդը պատասխան տվեց եւ այն ծրագիրը, որը նախատեսված է, որի մասին ես վստահ եմ, ցեզ էլ հետաքրքրի, հետագայում մենք կոսենք ձեր հետ, թե եւ Արցախի հանձնումը աշխարհակաղակական որպես process ինչի համար է արվում, կանգնեց այդ ծրագիրը։ Հիմա եթե ծրագիրը կանգնել է, Ռուսաստանը հիշել է Թուրքմենչայի պայմանագիրը։ Ասում է ինչու ուրիշների հետ ինչ որ բան կիսենք, եթե մենք ժամանակին արդեն Իրանի հետ այս տարածաշրջանի ազդեցությունը, այդ թվում Արևելյան Հայաստանի հողօգությունը եւ այլն կիսել ենք։ Ինչու նորերը մտնել։ Եվ դրանով է պայմանավորված նաեւ ՏՏԻՊ-ի նկատմամբ որոշակի այսպիսի կոշտ խոսելաձևը եւ ամենակարևորը Եվրոմիությունը դառնում է ռազմաքաղաքական դաշինք, հատկապես այն կպահականների համար, որոնք դա մինչև վերջ չեն ուզում ընկալեն, ասեմ դա ինչ է նշանակում։ Եվրոպան դառնում է ռազմական բլոկ։ Հենց Եվրոպան դարձել է ռազմական բլոկ ինքնուրույն, հիշեցնում եմ ձեզ, Նապոլեոն, Հիտլեր անպայման հետո գնացել է Արևելք։ Ռուսաստանը պայքարը տանում է ոչ թե Եվրոմիության դեմ այսօրվա, այլ տանում է այն Եվրոմիության, որը հետագայում կդառնա ռազմական դաշինք, իմանալով, ունենալով այն փորձը, որ այ երկու հայրենական պատերազմներում ունեցել է։ Հիմա, եթե այդ մարդիկ այդպես հասկանում են, որ ռազմական դաշինք է դառնալու, եւ այդ ընթացքում իր մեջ պետք է ներառի նոր, սեգմենտներ, Մոլդավիա, Ուկրաինա, Հայաստան, ինչ որ առումով, ինչ որ ձևով, եթե ստացվի Վրաստան, հետո Եվրոմիության համար ամենակարևոր խնդիրներից մեկն է ճանապարհները, որտեղ այն ճանապարհները, որը գնում են բանից, Ասիայից, Կենտրոնական Ասիայից, Չինաստանից, Հնդկաստանից եւ այլն, որտեղ 40% աշխարհի հնան է կենտրոնացած։ Ինչով ոնց պիտի անցնեն աշխարհագրական, կամ պիտի անցնեն Ռուսաստանով, կամ պիտի անցնեն այն տարածքով, որը ոչ ստաբիլ է Իրանի շուրջ եւ այլն, կամ պիտի անցնեն
Կենտրոնական Ասիայով, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, այսպես կոչված միջին միջանցքը, որի մեջ ոչ մի վատ բան չկա, եթե դա միայն տնտեսական, հասկանում եք, միայն տնտեսական խնդիր է։ Բայց դա միայն տնտեսական խնդիր չէ։ Հիմա Սոնա ջան, շատ է խոսվել, սա էլ երկու խոսքով ասեմ։ Այն նայում ենք տվիպին։ Կարող եք ինձ ասել, բացի աշխարհաքաղաքական խնդիրներից, տվիպը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար որպես պետություն ինչ տնտեսական խնդիր է լուծում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները որտեղ տվիպը ես նորից կգտնեմ ոչ թե վատ իմաստով, Եվրոպայի համար հասկանում ենք միջին միջանցքի մաս։ Ադրբեջանի համար հասկանում ենք կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Թուրքիայի համար հասկանում ենք ինչ որ ձևով ճանապարհը շարունակություն ունենա եւ այլն։ Մեր համար ինչ որ մասով հասկանում ենք որ եւ այլն։ Ամերիկայի համար որպես նորից կգտնեմ տնտեսական խնդիր։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հնարավորություն չունի ինչ որ ապրանքներ բերելու իր մոտ, այսինքն ինչ որ բազա չէ որ դա աշխարհաքաղաքական պրոյեկտ է։ Առաջին հերթին ուղղված Իրանի հետ կապված հնչուկին։ Եվ հիմա Ռուբիոյի գալը հենց պայմանավորված է նաև դրանով ստորագրել փաստաթղթեր, որը նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը չմնա վարչապետ, հաջորդները այդ փաստաթղթերի հետ հաշվի նստեն։ Ինչու հիմա, ինչու Հնդկաստանից Սոնա ջան, Ռուբիոն տրանզիտով իջնում է մի քանի ժամ օդանավակայանում թուղթ է ստորագրում ու գնում է։ Որովհետև ամենայն հավանականությամբ կա պատկերացում, որ իրանյան թնջուկը երկար է դեռ լինելու, այսինքն իրենց ներկայությունը Իրանի հյուսիսային սահմանին երկար ժամանակով է լինելու։ Պատկերացում կար հացը կփակվի, Իրանը 6 մասի կբաժանենք, սենց կլինի, մեծ Իսրայելը կստեղծվի եւ այլն, հետո կմտածենք այդ թրիպի եւ բան, դա մայլ առանց որևէ մի հիմնավորումների հետ սկսվեց, չէ՞, այդ ամեն ինչը։ Հետո սկսեցին հիմնավորումները եւ այլն։ Հիմա հասկանալու է, որ դա չստացվեց այդ ծրագիրը, ուրեմն ներկայությունը պետք է ավելի երկարատև լինի։ Եվ լիովին հասկանալի։ Նորից կրկնեմ, բոլորին եմ հարցնում, Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսական խնդիրների հետ կապված։ Եվ նաև հաշվի առեք, որ այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը շատ հարցերում անտագոնիստ են, հակառակորդ են նույնիսկ։ Սոտքերը հանում է, ասում է տանելու ենք եւ այլն 47,000-ը։ Նպատակը։ Հիմա անդրադառնանք նաև մի բարդ խնդրի Ռուսաստան-Հայաստան փոխհարաբերությունների մասին։ Դուք ասել եք, որ Ռուսաստանի Դաշնությունը ապրիլի 1-ին Վլադիմիր Պուտինի շուրթերով ճշմարտությունը ասեց եւ Նիկոլ Փաշինյանին եւ հայ ժողովրդին։ Մենք նկատեցինք, որ Պուտինի ձեռքին կար մի փաստաթուղթ, որ կարդում էր, նայում էր եւ այլն եւ այլն։ Ձեր կարծիքով ապրիլի 1-ի ուղերձը ինչ հետևանք կարող էր ունենալ կամ ունեցավ թե չունեցավ կամ ապագայում կարող է ունենալ, որովհետև մարդիկ հստակ խոսում են մեզ հետ, հստակ ասում են, որ ոնց որ դուք ձեր ուղղվածությունը այլ եք տանում եւ տարբերակ չենք ունենալու, որոշեք մեզ ասեք ինչ եք անելու եւ այլն, բայց այդ որոշումը Հայաստանը դեռևս չի ասում։ Ինչ սպասել պարոն Կարապետյան այս ամենից։ Ուրեմն ապրիլի 1-ի ուղերձ 3 մասից բաղկացած ուղերձ։ Պուտինը խոսում էր հայ ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ Այո։ Սա մեկ ուղերձ էր հայ ժողովրդին։ Երկրորդ Ռուսաստանը Պուտինի վերանով, որովհետև այնտեղ տարբեր, կարծիքներ կան, նաև ես լսել եմ, որ այդպիսի կարծիքներ կա Հայաստանի իշխանության ներսում, որոշ ուժեր դեմ են, բայց Պուտինը ինքը իմ լավ ընկերն է, 200 խոսակցություն, դա մայել ինչ որ առումով դա արեց Պուտինը։ Այո։ Այսինքն ասեցին, որ սա վերջնական որոշումն ենք մենք քեզ ասում։ Նորից կգտնեմ ռազմաքաղաքական դաշինք, ռազմական բախման շեմին կանգնած երկու միավոր, Ռուսաստան եւ Եվրամիություն, այո, չեն էլ թաքցնում, բացահայտ ասում են արդեն։ Նույնիսկ ասում են, որ այն որոշումները կայացնելու կենտրոնները, որոնք Եվրոպայում Ուկրաինային տրամադրում են աջակցություն, կարող են նույնիսկ այնտեղ հարվածել։ Բացահայտ են ասում։ Բացահայտ խոսում են։ Այսինքն, իրենք ասում են, որ այն ընթացքը, որտեղ նեյնիմները կար, Փաշինյան վերջացավ։ Հիմա կա խիստ հակադրություն։ Հայաստանը պիտի կողմնորոշվի։ Եթե նկատել եք, մի հետաքրքիր բան կա։ Ես հասկանում եմ դիվանագիտություն, բայց դիվանագիտության մեջ էլ երևի մեկ-մեկ պետք է
մի քիչ փոփոխություն մտցնել, հա, հայկական ասույթի մեջ։ Ինչ ասում են մենք երբ որ կիմանանք, որոշենք, կասենք։ Այո։ Այսինքն դրանից ավելի արգումենտված կամ որևէ բան ի հակադրություն այնտեղից հնչող որոշակի դեպքի չի ասվում։ Ասում են մենք չի խանգարում եւ այլն։ Ես կարծում եմ ինչքան կարող ենք եւ կաշխատենք։ Այսինքն ես կարծում եմ թե մենք, թե դուք, թե բոլորը ով մի քիչ ուսումնասիրել գիտեն, որ ԵԱՏՄ-ի ստեղծման պայմանագրի մեջ կա մի հատ հոդված, որով երկիրը ինքը պիտի դուրս գա։ Բայց դա չի նշանակում։ Ես կարծում եմ դրանից հետո Պուտինը երկրորդ ասածը իրենք մայիսին ինչ հասկացան։ Այսինքն երբ որ նա ասաց, վերեք ինտելիգենտ, հա, այսպես կոչված, նորմալ ապահովան ձևակերպեք։ Չհասկացան ինչու, որովհետև եթե ասես դուք որոշում չեք կայացնում, Ռոսպատրեբնadzորը կանգնած է, այնքան որոշում կկայացնի սա, որ կհասկանաք, այսինքն չեք ուզում ինտելիգենտ, հավաքվե արեք եւ այլն։ Հիմա հայկական շահերից է բխում, որ այդ process-ը իբր թե երկարի։ Դրանք էլ ասում են դե այսինքն ոնց, հիմա դուք պատասխանում եք ինչ-որ մեկի հետ, գոնե հիպոթետիկ պատերազմի, չէ՞։ Ձեր դաշնակիցը ասում է կլինի ես այնքան ժամանակ ինչքան պետք է պատրաստվեմ, հետո անցնեմ թշնամու կողմը։ Նրանք ասում են ոնց։ Այսինքն դուք օգտվելով մեր տված հնարավորություններից պատրաստվեք, ամեն ինչ նորմալ լինի եւ այլն, վերջում ելն եք ասեք, այսինքն հա մենք որոշեցինք ստեյսյուն գնացինք արդեն ռազմաքաղաքական դաշինքի կողմը, հա։ Այսինքն ոնց դուք լինեիք ինչ որ ձևով քանդուրժեիք դա, ես նույնիսկ կգտնեմ։ Այս իրավիճակը նաև ստեղծվել է Ռուսաստանի մեղքով շատ հարցերում։ Նկատի չունեմ այս ապահովանի process-ը, այլ ընդհանուր առմամբ։ Մոռացել են, որ ասում էին, երբ որ բանը Արցախ արդեն հայաթափվում էր եւ այլն, դավաճան չի Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն ինչով կարողացել են իմ տպավորությամբ ադմինիստրատիվ հարցերով օգնել են։ Հիմա ինչ են ուզում, այսինքն այն ժամանակ վերջերս իմիջիալոց շատ անալիտիկներ Ռուսաստանում ասում են, բայց մենք ինչ ենք ուզում։ Հենց սկզբից չգիտեինք, որ սա է ալնելու։ Ինչու ենք այդ ամեն ինչը աչք փակում, ձայն չէինք անում։ Ինչու ենք 9 ամիս ընդ կանգնած խաղարարներից մեկը որևէ բանով չէր օգնում են ժողովուրդը սոված Արցախի ժողովուրդը եւ այլն։ Այսինքն ինչ էինք անում մենք։ Հապը չէր գալի, չէր պաշտպանում Հայաստանի սուվերեն տարածքը։ Բայց ոչ մի բան չէինք անում, դավաճանել չէր ասում էին, ինչ, այսինքն ինչ էին սպասում։ Դեռ չեկավ հասավ ամենակոշտ, հա, առճակատմանը, տնտեսական դեր։ Այո։ Ու շարունակվում է։ Ու շարունակվում է ու շարունակվելու է։ Ինչ կանխատեսում ունեք վան։ Շարունակվելու է։ Ես կարծում եմ 28-ին, 29-ին հիմա փորձեր են արվում մեծ, եւ ոչ միայն Հայաստանից, այլև միջազգային որոշակի դերակատարներ փորձում են փորձել անել, որ 28-ին, 29-ին Աստանայում, ԵԱՏՄ-ում որոշում չկայացվի ինչ որ հայկական պատվիրակության նկատմամբ սառեցման կամ ինչ որ առումով ուլտիմատում դնելու, որովհետեւ կարող է ուլտիմատում դրվել։ Կամ դուք մեր հետ եք հստակ արդեն որպես կազմակերպություն, որովհետեւ այնտեղ ես չեմ ուզում հիմա շատ իրավական հարցերին խորանալ, բայց կան ստորագրված փաստաթղթեր զարգացման, ԵԱՏՄ-ի զարգացման հետ կապված, որտեղ որոշակի կետեր կան, որը թույլ կարող է տալ իրենց նմանատիպ խնդիրներ առաջացնել Հայաստանի համար։ Իսկ ձեզ ինչի է սպասում Նիկոլ Փաշինյանը, ինչու որոշում չի կայացնում։ Որովհետև հստակ ճնշումները կան, լսում են իրենք, բայց անընդհատ ասում են դեռ որոշում չունենք։ Դա ձևական բնույթ է, թե իրենք փորձում են ինչ-որ ձևով դեռ խաղալ։ Գիտեք, երբ որ անսպասելի է, ավելի մեկը Նիկոլ Փաշինյանը անսպասելի է։ Այո։ Մայիսի 9-ին էլ կարծես թե անսպասելի է։ Որոշակի ճիշտ եք, իհարկե ճիշտ եք, բայց որոշակի առումով կարելի է սպասել, հա, արդեն ապրիլի 1-ից հետո։ Ապրիլի 1-ը անսպասելի է, որովհետև Նիկոլ Փաշինյանը չէր հասկանում, որ իրանյան թնջուկի հետ կապված նորից կգնեմ, այդ քաջարի ժողովուրդը, որ ընդեր կանգնած էր կամուրջների շուրջ ու չէր թողում, որպեսզի ռմբակոծեին
այդ նոր ասեմ այդ իրանյան ազգը ընդեր Թերանում, Իսպահանում եւ մնացած տեղերում հավատացնում եմ ձեզ նաեւ պայքարում էր աշխարհակաղակական առումով մեր Սյունիքի համար, որ դա մնա մեր։ Որովհետեւ եթե ստացվեր Իրանի փլուզումը, այնպիսի process-ներ էին սկսվելու, Սոնա ջան, 6 մասի բաժանված 4 կողմից, հա, ագրեսիայի ենթարկված արդեն նազեմնի, այսինքն հողի վրա մտնելով եւ այլն։ Այնպիսի վիճակ է սպասվելու ըստ այդ ծրագրի։ Եվ մարդիկ քաջալաբար դրա դեմ նավան, փոփոխություն եղավ աշխարհակաղակական մեծ։ Դրանից հետո Ռուսաստանում էլ չէ փոփոխություն եղավ։ Այո։ Իրենք ասացին հետ են գալի, վերջ։ Որովհետև ճիշտն ասեմ, Սոնա ջան, ես պատիվ ունեցել եմ ու ինձ շատ լավ եմ զգում որպես հայ, որ շատ մի մեծ միջոցառման, երբ որ խոսվում էր Իրանի մասին, ես ասել եմ, դուք այդ ժողովրդին չեք ճանաչում, աշխարհի ամենահին երկիրն է, ամենահին պետությունն է, որպես պետություն, եւ հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդ է։ Չեք հաղթելու, կտեսնեք։ Կան շատ մարդիկ, որոնք ներկա են եղել։ Եվ իսկապես եղավ այն ինչ որ եղավ։ Ես կարծում եմ Ռուսաստանում էլ ճիշտ ասեմ, շատ դեպքերում չէին հավատում, որ չի ստացվի Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ծրագիրը։ Դրանից հետո ամեն ինչ փոխվեց, Սոնա ջան։ Նիկոլ Փաշինյան դրա մասին իմ կարծիքով չգիտեր եւ չէր սպասում։ Պարոն Կարապետյան, նաև տպավորություն կա, որ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Սամվել Կարապետյանին, համենայն դեպս Հայաստանում էլ անդադար քննարկվում է եւ նաև ինչ որ քաղաքական խոսք հնչեց Վլադիմիր Պուտինի կողմից, թե ինչու չեք թողում, որ մարդիկ քարոզարշավ իրականացնեն, իրենց դիրքորոշումն արտահայտեն եւ այլն, կալանքի տակ է գտնվում։ Ձեր տպավորությունով ինչպիսին է օրինակ դեպի Սամվել Կարապետյան, թե Ռոբերտ Քոչարյանի ուժին կա այդ պաշտպանությունը ձեզ, թե ուղղակի սխալ տպավորություն է նաև հանրությունը ստանում։ Ես կարծում եմ սխալ տպավորություն է հանրությունը ստանում։ Սամվել Կարապետյանի խնդիրը իմ տեսակետից Պուտինը լինելով պետական երկար տարիների արդեն գործիչ, ասում ինչ կա հիշում ենք։ Այո։ Ես կարծում եմ իսկ Սոնա ջան, իհարկե հացին հացով հրյաներն են պատասխանում, բայց ես մի հաց տամ։ Այլ երկրի ղեկավար ոնց կարող է մեր ներքաղաքական հացի շուրջ ինչ-որ հաց տալ, եթե մեջտեղ չբերեր ինչ-որ մի ձերբակալված Ռուսաստանու քաղաքացու։ Այո։ Այսինքն պետք է թեմա լինի, չէ՞ որի մասին դու խոսես։ Այսինքն ինչ ասեց, որ կան, եթե նկատեցիք, ասեց կան պրոռուսական շատ ուժեր, մենք գիտենք, որ մեզ սիրում են, շատ լավ են վերաբերվում, մենք դա ողջունում ենք, եւ գիտենք, որ որոշները որովհետև մի օրինակ պետք է լինի, չէ, որի հիման վրա այլ երկրի ղեկավարի դու կարողանաս ասես, որ ձեր մոտ պրոռուսական ուժերի նկատմամբ կիրառվում է ինչ-որ ոչ լավ գործողություններ մեղմ ասեմ։ Այո։ Դա այսինքն ով էր ամենա խեժ Ռուբենը Վարդանյան նստած է Բաքվի բանտում, այնտեղ Ադրբեջանի նախագահը չէր նստած, չէ, Հայաստանի վարչապետն էր, ամենացածուն կերպարը Սամվել Կարապետյանն ու հեծը չէ, դրա մասին խոսվեց։ Եթե հետո նկատեցիք, ճիշտ ասեմ, այնքան հիմա այսպես կոչված ներողություն եմ խնդրում, ակտիվировкեք են, հա, թողարկվում, էլ Facebook-ի, Twitter-ը եւ այլն։ Առանց, չգիտեմ, էլի, ես չեմ ուզում այդ ամեն ինչի մեջ մտնեմ, դրանք մասնագետները թող ասեն, բայց մի բան եմ ուզում ասել։ Սատարում չեք տեսնում, այսինքն որևէ ուժի Սամվել Կարապետյանի կամ Ռոբերտ Քոչարյանի։ Ուղիղ քաղաքական սատարում չկա։ Դե ինչ սատարեն, եթե գիտեք, ինչու եմ դա անում վստահ, որտեղ քաղաքական ուժերին սատարում եւ այլն լինում է միայն այն դեպքում, երբ որ դու հասարակության հետ արդեն չես խոսում։ Ռուսաստանը բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներ արդեն խոսում է հայ հասարակության հետ։ Սկսած խոսքից, վերջացած պատժամիջոցներից։ Դրանից ավել է լինի, այսինքն որևէ մի քաղաքական ուժի որևէ բան ասել է իմ տեսակետից։ Ուրիշ ադմինիստրատիվ թայլանալություններ կան, ես չգիտեմ։ Իսկապես չգիտեմ եւ չեմ էլ հետաքրքրվում, որտեղ դա քաղաքական process չի։ Եթե կան, ուրեմն կան հատուկ ծառայություններ եւ այլն, որոնք պիտի հացեր լուծեն։ Իմիջիայ Սոնա ջան ասում են ինսայդերի տպված թղթի բանի հոդվածի մեջ,
Ինձ շատ մի բան հետաքրքրեց, գիտեք ինչու եմ սենց թերահավատ խոսում դրա մասին, որտեղ այնտեղ ներկայացված փաստերը ոչ միայն նա մասին են, ով ինչ անձնագիծ ստացավ, ներկայացված է մի ամբողջ այսպես կոչված հատուկ ծառայությունների սֆերի, գլուի, ՖՍԲ-ի եւ այլն ռեզիդենտների ցանկ, դուք մեր ԱԱԾ-ից որևէ հայտարարություն լսեցիք դրա շուրջ։ Չէ, զարմանալիորեն լռեցին, ոչ մի խոսք չհնչեց։ Սունա ջան, ով է զբաղվում Հայաստանի հակահետախուզությամբ, ԱԱԾ-ն, չէ։ Եվ կարծում եմ, որ ինչ որ առումով ԱԱԾ-ն ճիշտ են վարվեց, գիտեք, որովհետեւ եթե այնտեղ գրված մարդկանց կեսը արդեն Հայաստանում չեն 6 ամիս, այսինքն դա մասին ինչ ԱԱԾ-ն լուրջ բան ասել, բայց ընդհանուր առմամբ տրամաբանությունը մենք ես ու դուք հասկանում ենք, չէ, որ եթե կա նմանատիպ ինչ-որ բան, այսինքն ներկայացվում են ուղղակի լտեսներ Հայաստանում, պաշտոնական գործող։ Լավ, ԱԱԾ-ն ինչ-որ բան չասեց, ինչ-որ ձևով։ ԱԳՆ-ն կարա դրանցից մեկին ասել իր կողմի ընթացքում խնդրում եմ ստուգել ենք լքեք կամ ԱԱԾ-ից ստանալ համապատասխան տվյալներ եւ այլն։ Ուրեմն այդ ինսայդերը գրածը կամ լրիվ փուչել կամ որոշել են դեռ ժամանակավոր, ինչպես ասաց Նիկոլ Փաշինյանը, ամենամեծ մասնագետը այդ ամենի, հետևում ենք լատենանք ով ու ինչ է ասում։ Ուրիշ ներողություն եմ խնդրում, բայց ուրիշ ձև բացատրել այս ամենը, որովհետեւ այդ ամեն ինչը թյուրիմացությունների մի շարք է։ Ով է տեսել Մաթուն պետական դավաճանության մեջ մեղադրել, 2 օր առաջ վարչապետը ասի դու պետական դավաճանության նստելու ես ու գնան հետևից մի անգամից։ 2 օր հետո նոր գնան հետևից, այսինքն 2 օր տան մատը պատրաստվի, տունը ինչ ուներ, եթե այդպիսի բան կա։ Պահեն։ Նոր գնան հետևից։ Դե այսինքն սրա մասին մենք ոնց լուրջ խոսենք, Սոնա ջան։ Ես փորձում եմ ինձ պահել, բայց այսինքն սրա մեջ որ ինչ լրջություն կա։ Հայ-ռուսական հարաբերությունները ավելի կլարվի, պարոն Կարապետյան, ինչ կանխատեսում ունեք նաև այս առումով, որտեղ Ռուսաստանը ասեց ինքը կվերադառնա Կովկաս, բայց կարծես ուշացած է ու գնալով սրվում է, լարվում է հարաբերությունը։ Ինչ կանխատեսենք առաջիկայում։ Վերջերս հարցազրույցներից մեկում ինձ հարց տվեցին, երբևէ եղել է, որ Ռուսաստանը կարողանա ինտելիգենտ որևէ մեկի հետ բաժանվել։ Ես այդպիսի բան չեմ հիշում։ Ունենալով այդքան գիտելիքներ եւ հրաշալի իմանալով նաեւ պատմություններ եւ այլն, ես այդպիսի բան չեմ հիշում Ռուսաստանի հետ։ Դա համար ես կարծում եմ, որ ընտրությունների արդյունքներից ելնելով կլինի որոշակի քաղաքականության ճշտում, այնպես չի, որ ամեն ինչ կայրեն բոլոր կամուրջները եւ այլն, բայց կարծում եմ, որ շատ բան կախված կլինի նաև աշխարհաքաղաքական զարգացումներից։ Եթե իրանյան թնջուկը դեռ ասենք 100-ով կամ ինչ-որ ընթացքով քնելու է դեռ մնալու է այսպես, դա կլինի մի մոտեցում։ Եթե կլինի ավելի ակտիվ ֆազա, կլինի ավելի ուրիշ մոտեցում։ Բայց միանշանակ հասկանալի է, որ Ռուսաստանը, եթե Ռուսաստանի մասին է խոսքը, այո, Ռուսաստան նման հարցեր երբեք չի մոռանում։ Գիտեք, ռուսները, ընդհանրապես ռուսները, որպես ազգ, երիտասարդ ազգ են, եւ ինչպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչների, ինչ որ առումով մեր հետ համեմատած երեխաները, գիտեք, միշտ զգում են սրտով։ Իրենց մոտ այդ բանական անալիզը, որը ներառու է, անգլիական դիվանագիտությանը կամ ինչ որ առումով, պրոտեստանտիզմին, բողոքական ուղղվածությանը, քրիստոնեության եւ այլն ամեն ինչի մեջ տեսնել այդպես ռացիոնալ հատիկ եւ այլն։ Ռուսները զգում են։ Եվ եթե զգում են, որ իրենց խաբել են, եւ ինչ որ առումով զգում են, որ իրենք կատարել են սխալներ, բայց այդ սխալների ժամանակ որևէ մեկը իրեն ձեռքը չի փորձել բռնել, ասել, «Ես ինչ եք անում», կամ օգտագործել են այդ սխալները, ինչ որ հարցեր իրենց համար լուծելու համար, այդպիսի բաներ չեն մոռանում եւ շատ, գիտեք, մոտեցումը շատ դառնում է, կոպիտ խոսք չասեմ, բավականաչափ թշնամական։ Եթե դու ուղղակի իրենց հետ կռվում ես, ուղղակի, շատ դեպքերում թվում է թե վատ է, բայց վերջում ասում են կարգի մարդ է։ Փորձում, այսինքն
Ոչ միայն պայքարում է, եթե պայքարում է իրենց մոտ այդպես խոսքը։ Если критикует, значит что-то хочет менять. Душа болит. Եթե դու ամեն ինչ ասում ես լավ է, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է, բայց մի բանի գալիս ես ու վերջում տեսնում եմ, որ այդ ամեն ինչի տակ եղել է երկրորդ, երրորդ, չորրորդ պլաստ, ապա վերաբերմունքը դառնում է նորից կրկնեմ մեր մասում թշնամական։ Էլի ասեմ, բայց սա չի փրկում նաև ռուսական վերնախավից ես ազգի չունեմ նկատի այն սխալներից, որոնք նրանք արել են Հայաստանի նկատմամբ Խորհրդային Միության քանդվելուց, ինչ որ Ելցինյան պիրուդից հետո սկսված այդ գործընթացը։ Այդ թվում, այսօր առաջի անգամ եմ ասելու, իմ տեսակետից 2018 թվականի այսպես կոչված հեղափոխությանը ինչ որ առումներով սատարելով։ Պարոն Կարապետյան, դուք հայտնի եք նաև նախընտրական շրջանում գրազ գալով կանխատեսումներով, ես կուզեի մենք կանխատեսեինք հունիսի 7-ին ինչ սպասել, որ ուժերը կանցնեն խորհրդարան եւ արդյոք հետընտրական process է սպասում, որովհետեւ մի ձայնագրություն հնչեցրեց հակակոռուպցիոնը, երբ որ ասեց Նիկոլ Փաշինյանի ընտրության դեպքում բերևառոտ է լինելու։ Ես ճիշտ ասեմ, այդպիսի բան հիմա կանխատեսել չեմ կարող եւ ճիշտ ասել չեմ էլ ուզում։ Ես գիտեմ մի բան, որ ես ինքս որպես Արամ Կարապետյան նոր ժամանակներ կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊ-ի վարած կուրսը համարում եմ սխալ եւ իմ կոչը լինելու է իմ ժողովրդին ինչքանով լսելի կլինի, մեկը միայն 2026-ին, մերժի 16-ին։ Կանխատեսումներ չեք անում, որ կանխատեսումներ չեմ անում, մի բան էլ ասեմ, Սոնա ջան, դատելով այն ամեն ինչից ինչ գնում է, ցավոք սոտի, ես տեսնում եմ մի ընթացք, որը կարող է ավարտվել որոշակի ուժային գործողություններով։ Որովհետև այսպիսի դաշտը կիսված լինելով, իսկ դաշտը իսկապես կիսված է, ինչքան է գելոպին հարգենք, չհարգենք, ասենք, պատասած եւ այլն, մենք ձեր ինքներս այս հանդիպումների շարքի մեջ տեսնում ենք, որ ժողովուրդը կիսված է եւ կամ մի մեծ հատված, որը դեռ մինչև վերջի էլ կողմնորոշվի գնալու է ընտրության, ընտրելու է թե ոչ։ Սրա հետ կապված այլ տարբերակ, եթե ընտրությունները կանցնեն ազատ եւ արդար, ես տպավորություն ունեմ, որ խորհրդարանում ԿՊ մեծամասնություն չի ունենալ։ Սա մի կանխատեսումն է միայն, մնացածը հետ կապված նորից կրկնեմ, իմ ուղերձը մեկն է։ Եվ նորից եմ ասում, որևէ անձնական, որևէ խնդիր, որևէ մեկից որևէ սպասելի ես չունեմ, չեմ ունեցել եւ հետագա համագործակցությունը որոշ ուժերի հետ դա ցույց կտա, որ իմ ասածը մեկն է, քաղաքական կուրսի, սխալ կուրսի վրա երկիրը այս վիճակին հասցնող քաղաքական ուժը պիտի չվերընտրվի։ Սա ոչ Ռուսաստանի հետ է կապված, ոչ Իրանի հետ է կապված, ոչ կապված է Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Եվրոմիության, ոչ մեկի հետ։ Սա ռեալ իրավիճակն է։ Եվ ես կարծում եմ շատ մանրամասը ես բացատրեցի, թե ինչ կլինի, եթե մենք մնանք այս քաղաքական կուրսի մեջ։ Կուրսի տանողը ԿՊ-ն է Նիկոլ Փաշինյանի հետ, ես էլ որպես ընդդիմադիր դրամայել ասում եմ, մի ընտրեք իրեն։ Կփոխվի կուրսը, կլինի նոր առաջարկներ եւ այլն։ Սա արդեն այլ խնդիր է։ Վերջում ամփոփելով, եթե փորձենք մեկ նախադասությամբ ձևակերպել այսօր Հայաստանի գլխավոր խնդիրը, որն է իշխանությունը, անվտանգությունը, արտաքին կողմնորոշումը, թե հանրության ներսում վստահություն։ Որը կընտրեք։ Ես կընտրեմ մեկը։ Եթե կարելի է երկու մասից, իշխանություն, անվտանգություն։ Մեր խնդիրները այս երկու հացի մեջ են հիմա, գլոբալ խնդիրներ։ Դրանից մնացածն են արդեն հացանցյալ։ Պարոն Կարապետյան, շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, մենք կարող ենք ժամերով խոսել, որովհետև քաղաքական այն գործիչն եք, որը կարելի է ասել ամեն ինչ եւ կանխատեսում է եւ գիտի։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Արմլու լրատվականի հարգելի հետևորդներ, մենք դեռ կհանդիպենք։